Մի մարդ մոտենում է Քրիստոսին եւ ասում. Տեր, օգնիր իմ մանկանը։ Դևը նա մեջ մոլեգնում է եւ մանկությունից նրան չարչարում, երբեմն կրակի մեջ է գցում, երբեմն ջրի մեջ եւ խեղդելու աստիճան նրան տանջում է։ Եթե կարող ես օգնիր ինձ։ Տերը պատասխանում է. ով հավատում է նրա համար ամեն ինչ հնարավոր է։ Հայրը պատասխանում է. հավատում եմ, օգնիր իմ անհավատության։ Գրիգոր Տաթևացին ասում է, այդ դևը, որ մանկությունից մոլեգնում էր այդ մարդու երեխայի մեջ, մանկությունից երբեմն հրի մեջ էր գցում, երբեմն ջրի մեջ էր գցում, խորհրդանշում է ծանր մեղավորներին։ Ջուրը ցանկասիրությունն է, պղծություն է, պոռնկություն, շնություն եւ մնացած տարատեսակ։ Հուրը բարկությունն է, որը խիստ առնչակցվում է հարբեցողության, հաշիշամոլության եւ մյուս մեղքերի մեջ, որտեղ սրանք ավելի շատ մարդկանց մեծ բարկությունն են բորբոքում։ Եվ Սուրբ Գրիգոր Տաթևացու խոսքերից ինչ ենք հասկանում, որ դիվահարությունը գալիս է ծանր մեղքերից։ Ծանր մեղքերի արդյունք է, օրինակ ասում ենք ոգելիչ խմիչք։ Ոգելից խմիչք ինչու ենք ասում, ոգիներով լցնող խմիչք։ Եվ իրապես տեսնում ենք, որ ամենաադեկվատ մարդը, ամենանորմալ մարդը չափից ավել խմում է, դիվահարվում է, հրավիրում է իր մեջ դևեր։ Եվ եթե երկար է մնում այդ վիճակում, իրապես որոշակի կարող են իր մեջ մոլեգնել, բնակվել, տանջել, չարչարել, բայց նաև կարող են դուրս գալ այդ դևերը, ինչպես այս մանկան մեջ մանկությունից տանջում էր, չարչարում էր, ուզում էր սպանել, ասում է երբեմն հրի մեջ է գցում, երբեմն ջրի մեջ է գցում, բայց ինչ որ մի ձեռք երկնքից Աստծո աչքը պահում էր այդ մանկան, չէր մեռնում, չէ՞։ Շատ հավանական է, որ այդ երեխան արդեն մեռած լինի, բայց չէր մեռել։ Ինչու չէր մահացել, որտեվ Քրիստոս պետք է բուժեր նրան, որտեվ շատերը պիտի տեսնեին, շատերը պիտի հավատային, այդ դրա համար չէր բուժել։ Այսինքն ինչ որ լինում է մեր կյանքում, վերահսկման տակ է, Աստվածային նախախնամությունը պահում է։ Դևը կարող է մտնել մարդու մեջ եւ մնալ այնքան ժամանակ, մինչեւ որ ինքը աղոթքով կամ ինչ որ մեկի օգնությամբ Քրիստոս, ինչպես ըստիվահարին բուժեց, եւ նաեւ եկեղեցու խորհրդակատարների Աստծո ողորմության միջոցով աղոթքով, ասում է ուրիշ տեղ մեր Տերն ասում է, այս դևը այլ կերպ դուրս չի գալիս, եթե ոչ ծոմապահությամբ եւ աղոթքով, կոնկրետ ճանապարհ է ցույց տալիս մեր Տերը, ծոմ ու պահքով դևը դուրս է գալիս, ուրեմն միանշանակ դևը մարդու մեջ մտնում է մեղքերի պատճառով, հատկապես ծանր մեղքերի պատճառով, պղծությունների, շնությունների, հաշիշամոլության, օրինակ հաշիշամոլ մարդը կոնկրետ կապի մեջ է մտնում դիվային աշխարհի հետ, ընկնում է ինչ որ էքստազների մեջ եւ շփումներ է ունենում, եւ եթե մենք ուզում ենք, որ դևը դուրս գա, բնականաբար դևը այնքանով կարող է մարդու վրա ազդել, որքանով որ ինքը տեղիք է տալիս։ Եվ եկեղեցու սուրբ հայրերն ասում են, եթե մենք մեր կամքը չհանձնենք չարին, չարը մեզ վրա իշխանություն չունի, չի կարող ունենալ, բացարձակ։ Մենք գիտակցաբար կամ անգիտակցաբար, կամա թե ակամա առիթ ենք տալիս, որ ինքը մեզ վրա գործի։ Օրինակ, ակամա գործելը ոնց է լինում։ Շնից վախեցավ երեխան։ Վախի ճանապարհով շատ կարող է չարը ազդել մարդու վրա։ Ավտովթարից վախեցավ, կամ մահ տեսավ, ինչ-որ մեկի մահը տեսավ, վախեցավ, տեսեք,
ստրեսային հարվածը, այս էլ կարող է մարդու վրա վախի միջոցով կարող է մտնել, կարող է ծանր մեղքերի միջոցով չմտնել, բայց վախեցնել մտնել մեջ։ Նաև դիվահարության մեծ աղբյուր կարող է լինել, օրինակ, կախարդների մոտ գնալը, չգիտեմ, տարբեր տեսակի աղանդների, հարանվանությունների, յոգիզմի, ամեն տեսակի չար խեղաթյուրված գաղափարախոսություններին, եթե դու հետևում ես, եթե դու կրվում ես, ապա դիվահարվում ես, դեպը մտնում է քո մեջ, բայց ինչպես մտել այնպես էլ դուրս է գալիս, վախենալու բան չկա, ուրեմն ինչա պետք, ինչպես այս երեխայի հայրն էր ասում, հավատում եմ Տեր, բայց թերահավատում, այսինքն դեպը որ մտել է մարդու մեջ, ինքը ուժ չունի, կարողություն չունի, օգնիր իմ թերահավատությանը, օգնական է իրեն պետք, բնականաբար Քրիստոսի փոխարինողը պետք է լինի եկեղեցու սպասավորը, հոգևորականը, աղոթքը, որտեղ Մաշտոց Մատյանի մեջ դիվահալած կարգ կա, բայց այդ կարգը ասվում է ծոմ եւ ասում է այս դեպ էլ չի, այլ կերպ չի երնում, եթե ոչ ծոմապահությամբ եւ աղոթքով։ Այս բոլոր հանգամանքները եթե հաշվի առնենք եւ հստակ փորձենք իրագործել մեր կյանքում, եթե անգամ մենք տարբեր պատճառներով դիվահարվել ենք, ինչպես ասեցինք, ծանր մեղքեր, աղանդավորություն, գուշակների, բախտագուշակների, տարբեր տեսակի այդ մոգական բաների հետևից գնալով, պարզ հասարակ ինչ-որ ստրես տանելով, վախի միջոցով կարող է մարդը դիվահարվի, եւ ինչ էլ որ լինի, ինչ պարագայում է լինի, կամալ լինի, ակամալ լինի, գիտակցված լինի, չգիտակցված լինի, եթե դու մկրտված ես, Սուրբ Հոգին է քո մեջ բնակվում, արտաքին ազդեցություն եղել է, դեպը քեզ տանջում է, չարչարում է, ոչինչ դուրս կգա։ Դու աղոթքով, Աստծո ողորմությամբ, քահանայական օգնությամբ, դիվահալած կարգով եւ երբ որ դուրս է գալիս դեպը, նոր Սուրբ հաղորդություն կարելի է ստանալ, Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, 3 մարդիկ կան, որ չեն կարող Սուրբ հաղորդություն ստանալ, դիվահարները, չմկրտվածները եւ ծանր մեղավորները, որոնք դեպը դուրս չի եկել, չի մկրտվել եւ չի ապաշխարել ծանր մեղավորը, ծանր մեղքերի մեջ է կոնկրետ, որ չի հրաժարվել, չի ապաշխարել, ավելի մեծ վնաս է Սուրբ հաղորդությանը մոտենալ, Սուրբ Պողոս առաքյալն ինչ է ասում, շատերը ձեզանից ծանր հիվանդություններ ստացան, շատերն են մեռան անարժանաբար հաղորդվելու համար, ծանր հիվանդությունը այստեղ կարելի ասել դիվահարությունը, եթե դու մեծ ծանր մեղքերի մեջ չհրաժարվելով, գիտակցված, անարժանաբար գնում ես, հաղորդվում ես, կարող է դիվահարվես։ Եվ կարող է նաև ծանր հիվանդություն ստանաս։ Շատ զգուշ պետք է լինենք մենք Սուրբ հաղորդությունից։ Զղջումը գոնե հաստատ պետք է լինի։ Անամոթաբար մենք չպետք է գնանք Տիրոջ մարմնին արյանը հաղորդվենք։ Այս բոլորը կարող են դիվահարության պատճառ լինել։ Ուրեմն չվախենանք։ Մեզ վրա չի գործում, եթե մենք մեր կամքը չենք տալիս, եթե անգամ գործի էլ ծոմով, պահքով, աղոթքով, քահանայական կարգով ու աղոթքով դուրս կգա ամեն տեսակի դեպ եւ Տերը կփառավորվի։ Ամեն